Տեսնում ես, թե որքան են շատացել նրա հետևորդները։ Նրանք նույնիսկ պնդում են, որ Հիսուսը կարող է հարություն տալ մեռելներին։ Եթե այս ռաբբին ավելի հանրահայտ է, քան դու եւ տաճարի այլ առաջնորդները, դա քո խնդիրն է, Նասոն։ Եվ ոչ թե Հռոմինը։ Բայց ոմանք անվանում են Հիսուսին Մեսիա, ժողովրդի փրկիչը։ Դու ամեն ինչ բարդացնում ես։ Եթե մարդիկ սկսեն թագավոր անվանել նրան, ապստամբություն կսկսվի։ Միթե դա Հռոմի խնդիրը չէ։ Լավ, տարեք ուժեղացուցիչները և գործիքները դեպի բեռնատարը, չմոռանաք բարձրախոսները և նոտաների թերքերը, գնացեք։ Քրիս, դու պետք է գրադարանում լինեիր 1 ժամ առաջ, ինչ ես… Քրիսը այնտեղ է։ Լավ ես գուշ, Թոմի, պետք չէ որ… Դժբախտ պատահար։ Ողջույն, Բիլլի, ջութակները ծանր են։ Սա նշանակում է, որ… Քրիս Քվանտում, այս ինչ ես անում։ Գիզմո, պարտականություններդ։ Ներեցեք, դուք թույլտվություն ունեք աստղին հանդիպելու համար։ Գիզ, իսկ դու ինչ ես անում։ Անչափ ոգեշնչող գործ, Ջոյ, Քրիսը թույլ է տվել ինձ լինել իր խմբի կազմակերպիչը։ Քանի որ իմ խումբը հրավիրված է մասնակցելու աշխարհի լավագույն երաժշտական խումբը հանրահայտ մրցույթին, ես արդեն արքա եմ։ Արքա։ Ինչի արքա։ Ռոքնռոլի արքա, լավ է հնչում։ Այո, արքա լինելը լավ է։ Ես գերաստղ եմ և պետք է հեռու մնամ խմբի պակաս կարևոր անդամներից, հասկանում ես։ Մի փոքր արագ, Գիզմո։ Բավական է։ Գիզմո, լրիվ արագությամբ։ Սպասիր, Գիզմո, կանգնիր։ Ջոյ, դու չգիտես, թե ում դեմ դուրս եկար։ Ես գրեթե արքա եմ դարձել։ Գիր գրացը։ Գիր գրոց, սպասիր, ես պետք է ելույթ ունենամ հեռուստատեսությամբ, մենք չենք կարող… Ես տանում եմ ձեզ հանդիպելու ճշմարիտ թագավորի, Աստծո որդու հետ։ Ճամբարային ռոբոտները երգում են այս երգը, դու դա։ Ուշքի ետ, Գիզ, կարող ես ասել, թե որտեղ ենք մենք։ Իմ գեոզգայարանները ցույց են տալիս, որ մենք փոքրիկ քաղաք Բեթանիայում ենք, որը մի քանի կիլոմետրով հեռու է Երուսաղեմից։ Մենք առաջին դարում ենք։ Եվ թվում է, թե ինչ-որ մեկը բազմոզուն է հավաքում իր շուրջը։ Ահա, լսեք։ Այո, հավաքվեք։ Իմ ընկերը և ուսուցիչը Հիսուսն է, ով Մեսիան է։ Ինչ է նշանակում Մեսիա։ Իմ տվյալների բազան ցույց է տալիս, որ Մեսիան եբրայերենով նշանակում է ընտրյալ, Աստծո կողմից օծված թագավոր, ով մեկ օր կլինի մեծագույն թագավորը։ Ուրեմն, նա շփվում է թագավորների հետ, նրանք իմ մարդիկ են։ Քո մարդիկ։ Հանդարտվիր, Քրիս, սա առաջին դարի Երուսաղեմն է։ Մենք ոչ ոքի չենք ճանաչում այստեղ։ Ես կստուգեմ առաջին դարի հանրագիտարանը։ Իմ տեղեկատվական տեսացրումը ցույց է տալիս, որ այս մարդը Սիմոն Պետրոսն է։ Նա Նազովրեցի Հիսուսի աշակերտն է։ Իսկ Հիսուսը այնքան հայտնի է դառնալու, որ ողջ աշխարհը ճանաչելու է նրան։ Շատ լավ է, դե գնացինք։ Երբ նայում էի ջրին, ոտքերիս տակ, հանկարծ հասկացա, չկար ոչինչ, որ պահեր ինձ ջրի վրա։ Թույլ տուր օգնեմ քեզ, Պետրոս։ Շնորհակալություն։ Խնդիր չկա։
Ահա թե երբ Հիսուսը պարզեց իր ձեռքը եւ վեր հանեց ինձ։ Եվ ես կանգնեցի նրա հետ անմիջապես ջրի վրա։ Իսկապես ջրի վրա։ Հիսուսը զարմանալի Դուք պետք է գաք եւ լսեք նրա խոսքերը։ Նա մեր փրկության ճանապարհն է։ Ցույց տուր ճանապարհը, Պետրոս։ Եվ մի անհանգստացիր։ Իմ մարդիկ ուրախությամբ կկրեն քո զամբյուղները։ Լավ, Անհամբեր սպասում եմ, որ հանդիպեմ նրան, ով քայլում է ջրի վրայով։ իսկ ես անհամբեր սպասում եմ, որ դու դադարես այդպես վարվել ու դառնաս այնպիսին, ինչպիսին միշտ ես։ Եկեք, դուք կհանդիպեք մյուս աշակերտներին։ Մենք շատ լավ ընկերներ ենք դարձել։ Հիսուսը անձամբ խոսեց ինձ հետ։ Այդպես Ձեզ ինձ ոչ ոք չի հասկանում նրա խոսքերը։ Դասնիվ չէ, որովհետև ես Միգուցե ոչ շատ լավ ընկերներ։ Հովանեսը եւ նրա եղբայրը հենց նոր խնդրեցին, որ Հիսուսը խոստանա իրենց պատվավոր դիրքեր, երբ թագավոր դառնա։ Իսկ ինչու մենք չպետք է պատվավոր դիրքեր զբաղեցնենք։ Որովհետև կան ավելի արժանավոր աշակերտներ, ովքեր հասկանում են թագավորի եւ կառավարչի կարիքները։ Հոդան ճիշտ է։ Ինչու դու, Հովանես։ Ինչու ես չպետք է պատվավոր դիրք զբաղեցնեմ։ Դու իսկապես ցանկանում ես, որ պատասխանեմ։ Պետրոսը, ով սուզվեց ժայռի նման։ Ես գոնե դուրս եկա այդ նավակից։ Իսկ ուր էր քո հավատքը, Հովանես, երբ Հիսուսը դուրս էր կանչում։ Ինչու մեզ մեղադրում ինձ։ Նա գալիս է։ Ողջույն Ջոյ եւ Գիզմո։ Շնորհակալություն կերակուրը բերելու համար։ Նա գիտի ինձ։ Հիսուսը գիտի իմ անունը։ Եթե դուք ցանկանում եք մեծ լինել, դուք պետք է բոլորի ծառան լինեք։ Ինչպես որ մարդու որդին չեկա, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի, եւ տա իր կյանքը որպես փրկագին շատերի համար։ Իսկ հիմա գնացեք, վաղը մենք Երուսաղեմ ենք գնալու։ Ուտա, սա զարմանալի է։ Նրանք պետք է ավելի շատ աղմկեին, չէ՞ որ նա նրանց ապագա թագավորն է։ Եվ Հիսուսը չպետք է նստած լիներ էշի վրա։ Թագավորը նստում է նժույգի վրա։ Այսպես սխալ է։ Եթե նա ցանկանում է թագավոր լինել, նա պետք է սկսի թագավորի պես վարվել։ Խնդրում եմ, մի հրեք իրար։ Ավելի ուշ բոլորդ կկարողանաք ինքնագրեր վերցնել։ Գիզ, այս ինչ ես անում։ Որպես Քրիսի կազմակերպիչը ես պետք է նաև զսպեմ բազմությանը։ Հեյ, նա սովորում է այն ժամանակվա համար, երբ ես ռոկաստղ դառնամ։ Նա խառնաշփոթ է առաջացնում այսպես մոտ գործելով։ Ես ավելի ստվար բազմություններ եմ տեսել։ Ուշադրություն դարձրու, նրանք հարմավենու ճյուղեր են թափահարում, այդպես ողջունում են նվաճողներին։ Արդյոք Հռոմը պատրաստ է ընդունել նվաճող Հիսուսին Կեսարի փոխարեն։ Նազովրեցի Հիսուս։ Դու պետք է հանդարտեցնես այս բազմությունը, դու խառնաշփոթ ես ստեղծում։ Ասում եմ քեզ, եթե նրանք լուռ մնան, քարերը անմիջապես կաղաղակեն։ Սա հրաշալի է, անկարելի է կանգնեցնել բարձրացող աստղին։ Ու դա, սա անվերահսկելի է դառնում, և դու դա գիտես։ Նա տաճար է գնում, այնտեղ ամեն ինչ կհանդարտվի։
Ինչու են նրանք կենթանիներ վաճառում տաճարում։ Այստեղի առևտրականները վաճառում են կենդանիներին զոհաբերությունների համար։ Իսկ դրան փոխողները փոխում են ճանապարհորդների դրամները տեղական տարադրամի։ Հետաքրքիր է թե որտեղ են Հովհաննեսն ու Հուդան։ Մենք պետք է հանդիպեինք նրանց այստեղ Հիսուսի հետ։ Իմ հոր տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ազգերի համար։ Բայց դուք դարձրիք այն ավազակների որջը։ Ինչպեսի անպատիվ քայլ, նա կվճարի դրա համար։ Գիզ գնացինք, սա լավ չի հնչում։ Ոչ, նա հենց այստեղ է։ Ոչ։ Տեր, այս գործողությունների պատճառով մեզ սխալ կվերաբերվեն, մենք պետք է գնանք։ Իմ ժամանակը գրեթե հասել է, և ես դեռ շատ անելիք ունեմ։ Հիսուսը խռովություն է բարձրացնում տաճարում, եւ դուք հասնեք այդտեղ, կտեսնեք, թե որն է նրա նպատակը։ Ես կտեսնեմ այն, ինչ կտեսնեմ։ Քրիս, կարծում ես նրանք կձերբակալեն Հիսուսին։ Համոզված չեմ, բայց մենք պետք է խանգարենք նրան, մինչև որ զգուշացնենք աշակերտներին։ Գիզ, կբարձրացնես մեզ վերև։ Իհարկե։ Բարի գալուս Գիզմո Թանավ։ Լավ Գիզ, հաշվիր մինչև 3-ը։ Ինչ է տեղի ունենում։ Ինչ է տեղի ունենում։ Ես այսպեսին չեմ, ով ինչ-որ բան է վնասում եւ փախչում է, բայց այս դեպքում մենք պարզապես փաթեթավորեցինք ամեն ինչ։ Վերցրեք սա ինձանից, այս ինչ է կատարվում։ Այս ինչ է կատարվում։ Հուդա, Պետրոս։ Քրիս, որտեղ Մենք եք։ պետք է ինչ-որ բան անենք։ Հռոմեացի զինվորները այստեղ են գալիս։ Կարծում եմ նրանք ցանկանում են ձերբակալել Հիսուսին։ Ես ասացի, որ այսպես չպետք է լիներ։ Նրանք ձերբակալության պատճառ չունեն։ Հիսուսը սովորեցնում եւ ծառայում է մարդկանց։ Նա հոգնած է, Պետրոս։ Նա ցանկանում է այցելել Մարիամին եւ Մարթային Բեթանիայում եւ մի փոքր հանգստանալ։ Ուրեմն, սա է քո խռովությունը, Նահսոն։ Հա, հերիք է վատնես իմ ժամանակը։ Մանյանոս։ Մի արադակին, դու վատնում ես այս թանկարժեք յուղը, մենք կարող էինք վաճառել սա և տալ փողը աղքատներին։ Հանգիստ թող նրան, նա արեց սա, որպես պատրաստություն իմ թաղման համար։ Աղքատներ միշտ կլինեն ձեզ հետ, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ։ Նա ինչ ի նկատի ունի։
ուրախ եմ, որ համամիտ ես ինձ հետ։ Որքան կվճարես դրա համար։ 30 արծաթը բավական է։ Երբ կտաս Հիսուսին մեր ձեռքը։ Հարմար ժամանակին։ Գիզմո, այս ինչ ես անում։ Ես վարձել եմ տեղական լուսանկարիչների Քրիսին Հիսուսի հետ պատկերելու համար։ Թերթերը կտպագրեն դա եւ Քրիսը աստղի համար ձեռք կբերի։ Գիզմո, լուսանկարչական սարքերը դեռ չեն հայտնագործվել։ Այո, բայց նրանք որակյալ էսքիզներ են պատկերում։ Ասա թող գնան, հենց հիմա։ Լավ տղաներ, կարող եք գնալ։ Քրիս, կարող ես լվացակոնքով ջուր եւ մի սրբիչ բերել ինձ։ Իհարկե, ես արագ կհասցնեմ դրանք քեզ։ Ջոյ, Հիսուսը լվացակոնքով ջուր եւ սրբիչ է ուզում։ Վասիլ եւ բեր։ Ես վազում եմ։ Իսկ դու ինչ ես անում, Քրիս։ Այո, մենք չենք վազում Հիսուս, ճիշտ է, մարդիկ են վազում մեզ համար։ Միթե ես ոչինչ ցույց չտվի քեզ, Քրիս։ Ոչ, դու, ես ուզում էի ասել… Այո, ինչպիսի հնարավորություն բաց թողեցի։ Թագավորն այսպես չէր վարվի։ Ծառաներն են լվանում մեր ոտքերը, երբ մենք վերադառնում ենք ճանապարհից։ Ոչ թե նա, ով պետք է թագավոր դառնա։ Ես գիտեմ, թե ինչ ես ասում։ Աստղը, այսինքն թագավորը, այսպես չպետք է վարվի։ Ինչու է նա անում սա։ Դու երբեք չես լվանա իմ ոտքերը։ Եթե ես չլվանամ քեզ, դու իրականում իմը չես լինի։ Բեր, լվա ոչ միայն իմ ոտքերը, լվա իմ ձեռքերը եւ գլուխը։ Մարդիկ, ովքեր լողացել են եւ ամբողջովին մաքուր են, կարիք ունեն լվանալ միայն ոտքերը։ Դուք ուսուցիչ եւ Տեր եք անվանում ինձ եւ ճիշտ եք անում, որովհետեւ ես եմ։ Եվ եթե ձեր Տերը եւ ուսուցիչը լվաց ձեր ոտքերը, դուք պետք է անեք նույնը մեկը մյուսի համար։ Այժմ, երբ գիտեք այս բաները, Աստված կօրհնի ձեզ, եթե կատարեք դրանք։ Քրիս, ամեն ինչ լավ է։ Նա պետք է թագավոր դառնա, Գիզ։ Նա գերաստղ է։ Այսինքն բոլորը գիտեն, թե որքան մեծ է Հիսուսը, բայց նա պարզապես լվանում է մարդկանց ոտքերը։ Ես չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ։ Ձեզանից մեկը կդավաճանի ինձ։ Երբեք, Չի կարող պատահել։ Չի կարող պատահել։ ոչ դա ճիշտ չէ։ Արագ արա այն ինչ անում ես։ Ուդա, ուր ես գնում։ Հիսուսին ինչ-որ բան է պետք։ Մենք կբերենք։ Իսկապես մենք։ Սա իմ մարմինն է, որ տրվել է ձեզ համար։ Արեք սա, հիշելով ինձ։ Վերցրեք սա և խմեք, որովհետև սա իմ նոր ուխտի արյունն է, որը թափվում է շատերի համար, մեղքերի ներման համար։ Ինչ է կատարվում, Քրիս։ Չգիտեմ, ոչինչ։ Ոչ, ինչ-որ բան կատարվում է։ Երբ տանն էինք, ես մտածում էի, որ նշանավոր մարդ եմ,
եւ փորձում էի աստղի նման վարվել։ Դու նշանավոր ես, Քրիս։ Դու հաղթելու ես աշխարհի լավագույն երաժշտական խումբը մրցույթում։ Բայց Հիսուսը երբևէ ապրած ամենահայտնի անձնավորությունն է։ Եվ նա ընդամենը ցանկանում է ծառայել եւ ցույց տալ մեզ, թե ինչպես ավելի լավ վարվենք իրար հետ։ Ես սխալ էի հասկանում, թե ինչ է նշանակում մեծ լինել։ Նպատակը իմ հաջողությունը չէ, այլ մարդկանց օգնելը։ Քրիս, կարծում եմ մենք վերադառնում ենք։ Հայր, ես չեմ խնդրում, որ վերցնես իմ հետևորդներին աշխարհից, այլ որ պահպանես նրանց չարից։ Սա այն օրն է, որ Տերը ստեղծել է։ Մենք կցնծանք եւ կուրախանանք դրանում։ Ջոյ, ներիր ինձ իմ վարքի համար։ Այո, միգուցե Հիսուսը ճիշտ էր, հա? Գիզմո, ես նույնպես վատ եմ վարվել քեզ հետ իշխելով քո վրա։ Դու կներես ինձ։ Իհարկե, բայց այսօք դա նշանակում է, որ այլևս չպետք է բարձրախոսով հրահանգներ տամ բոլորին քո անունից։ Հենց դա է նշանակում, Գիզ։ Այս պահից մենք հարց կտանք, թե արդյոք կարող ենք ծառայել ուրիշներին, մինչև որ… Օ, ես գրեթե մոռացա, իմ թիմը։ Օ, Ուիլ, դու դուր օգնել քեզ։ Շնորհակալություն, Քրիս։ Ես չեմ զգում ձեռքերս։ Կատակում եմ։ Էй տղաներ, Քրիսը առաջվանն է դարձել։ Աստղային տարօրինակությունները ավարտվել են։ Լավ, շատ լավ է։ Հրաշալի է։ Ահա թե ինչպես է վարվում իսկական գերաստղը։